Ռաֆայել, քանի որ 2025-ը մոտենում է ավարտին, եկեք ամփոփենք ձեր 2025 թվականը։ Ինչպիսի տարի էր այն։ 2025 թվականն նախ շնորհակալ եմ 2025 թվականից, ինչպես նաև բոլոր այն տարիներից, որ եղել են ստեղծագործական եւ բուրըն։ Այս տարին էլ բացառություն չէր, ստեղծագործական էր, բուրըն էր, հյուրախաղերով, ներկայացումներով, նկարանումներով առատ լի տարի։ Ես 2025 թվականից գոհ եմ շատ, թե որպես մարդ, թե որպես արտիստ, թե որպես հայ, իրոք սպասումներս կարելի ասել 2025 թվականը արդարացրեց, համոզված եմ նույնպես կշարունակվի նաև 2026 թվականը։ Որ դերը կամ նախագիծն էր ձեզ համար ամենահիշվողը 2025-ին մեկը պետք է առանձնացնեք։ Տենց որ ասեմ, որն էր, բան չեմ կարող ասեմ, որովհետև նախ այս պայն չեմ հիշի ամենահիշարժանն ու ամենատպավորիչը որն էր, քանի որ բուրըն էր յուրախաղերով, շրջագայություններով, հանգստով, շինարարություններով, չեմ կարող այդպես ասեմ, բայց երևի թե ամենալավ դերը այն դերն էր, որ եթե կարելի է իրոք դեր անվանել, որ մի քանի օր ուղղակի գյուղում մնացի, ասում եմ 24 ժամ էլի, ոչ թե գնացի եկա, մի քանի օր գյուղում մնացի, գյուղու շինարարական աշխատանքների մեջ, տենց այդ դերս մի քանի օրվա այդ դերս, որ շինարարների հետ աշխատում է եւ այդ ինձ իրականում տենց շատ տենց լավ էր։ 2025 թվականի ամենադժվար որոշումը ո՞րն էր ձեր կողմից կայացված։ Չի եղել, գիտեք, տենց որոշում, դժվար որոշում, որ կայացնեմ, որովհետև եթե ինչ-որ մի բան ուզում եմ, եթե չեմ ուզում ու բարձ գիտեն մարդիկ էլ, իմ ընկերներն էլ, թե ստեղծագործական, թե ընկերական շրջապատում գիտեն, եթե մի բան չեմ ուզում, դուրս չի գալի, ուղղակի չեմ անում ու ասում եմ չեմ ուզում։ Ու դրա համար չեն ասում, բայց ինչի՞ չես ուզում։ Մտածում եմ, պետք չի չեմ անում, պետք է անում եմ, դրա համար տենց որ ասեմ, ինչ-որ բաներ կա, որ կարամ այս պայմանների առանձնացնեմ, չէ։ Ընկերները շատ լավ գիտեն տեսակս ու մի քանի ֆիլմերի առաջարկներ իրականում եղել է եւ ինչ հանգամանքներով հրաժարվել եմ, որովհետեւ մտածեցի, որ մի անգամից դες շատ էլ չլնեմ, էլի դες մի քանի ֆիլմում եւ ընկերներիս էլ բացատրեցի ու հասկացանք ու ամեն ինչ հրաշալի տարին ասում ընթացավ ու նենց չի որ խռովեցին կամ ինչ որ բաներ։ Իսկ եթե կարիերայից բացի դիտարկենք նաև անձնականը։ Անձնականը ստաբիլ գնում է։ Ստաբիլ նույն ձև գնում է, ուղղակի տենց մի քիչ համել մեծանում ենք։ Քանի որ նշեցիք, որ 2025-ը բուրըն լավ տարի էր ձեզ համար, մեկ ձեռքբերում, ամենագլխավոր ձեռքբերումը կնշեք։ Վայ, ամենագլխավոր ձեռքբերումը։ Ամենագլխավոր ձեռքբերում ստեղծագործական առումով բոլոր այն ինչը որ արեցի իմ հյուրախաղերը Միացյալ Նահանգներում, Եվրոպայի մի շարք քաղաքներում, հանրապետությունում, այդ ձեռքբերումն է, որովհետև տարեց տարի գնալով լեփլեցուն դալիճներն ավելանում են, շրջագայություններն ավելանում են, հարգանքն ու տեսակի հանդեպ ուշադրությունը ավելանում է ու այդ ամենամեծ ձեռքբերումն է ըստ իս։ Իսկ որ գցենք մի քիչ նյութական բնակարան գնացի, նոր մեքենա գնացի, այտենց լիքը լավ բաներ, կարելի ասել ամեն ինչ կա, բացի այդ ամեն ինչը վայելողից։ Իսկ 2026 թվականին կարող ենք ձեզնից սպասել նման որոշման եւ գլուրի։ Ես որոշմանը միշտ պատրաստ եմ։ Իսկ պլանավորել եք։ Ես ամեն տարի եմ պլանավորում, ամեն օր, այս պահին էլ եմ պլանավորում, ասում եմ, ուղղակի մեր բախտը միշտ գալիս է մի հատ ասում եմ մի հատ կետ, ինչ որ բաներից դուրս գալով չի ստացվում, բայց դե ոչինչ Աստված առաջ։ Ուղղակի պետք է ճիշտ ժամանակին հայտնվել ճիշտ տեղում, ըստ իս։ Իսկ ինչ չհասցրեցիք անել 2025 թվականին։ Ինչ չհասցրեցի։ Դե ինքան բան կա չհասցրեցի, նախ թվով 4-րդ ներկայացմանը սցենարը միջև վերջ չհասցրեցինք, չնայած որ պլանավորել էինք միջև դեկտեմբերի վերջ, որ պետքա արդեն ավարտին հասցնենք, բայց հələ մի 80% է պատրաստ, որովհետև 2026 թվականին արդեն հանդիսատեսի դատին ուզում եմ հանձնել թվով իմ 4-րդ ներկայացումը։ 2026 թվականն էլ պլանավորված արդեն մի քանի բաներ կան, թե ֆիլմ, թե ներկայացումներ, թե անտիպրիզային ներկայացումներ, այնպես որ Աստված առաջ։ Մենակ այդ որ չհասցրեցինք, ուղղակի հասկանալի է, որովհետև գործերի պատճառով, նկարաններով, շրջագայություններ, բան տարբեր
թիմը տարբեր աշխատանքների մեջ ու շատ ժամանակ երևի թե մի քիչ թերացանք, շատ ժամանակ չտրամադրեցինք, բայց ոչինչ կհասցնենք եւ 2026 թվականի երևի թե գարնանա անպայման կանցնենք արդեն հանդիսատեսի դատին, թվով իմ 4-րդ ներկայացումը։ 2025 թվականի ընթացքում եղել է մի քայլ, որի համար ձեզ չեք ներում։ Ոյ, չէ, տենց էլի եմ ասում, չկա տենց մի բան, որ ասենք ներեմ կամ չներեմ, որովհետեւ եթե ինչ-որ մեկին նեղացել եմ միամիտ կամ տենց ոչ տենց տրամադրված հազար ներողություն, եթե ինչ-որ մի բան արել եմ այնց որ հանդիսատեսի կամ հեռուստադիտողի դուրը չի եկել էլի ներողություն, որովհետև հավատացեք ոչ մի բան տենց պլանավորված տենց չեմ հելնում եւ ինչ-որ բաներ անում։ Դե հումորի տեսակ կա, մարդը կարող է հասկանա, մարդ կարող է չհասկանա, չնայած որ ըստ իս հումորը տենց սահմաններ չունի, դու հումորով պետք է զբաղվես եւ դա ամբողջ աշխարհում է ընդունված, հումորները լինում են միշտ տարբեր, մարդը էս կարող է մեկի համար իմ ներկայացումը դուր է գալի, մեկի համար դուր չի գալի, մեկի համար ասենք իմ տեսակը ընդունելի է, մեկի համար չէ, ու դրանից կարող է ինչ-որ մի բանով ինքը նեղանա կամ վիրավորված զգա, ինչի համար ես հայցում եմ իմ ներողությունը ու կներեք, որ ասեմ էլ չի կրկնվի կխաբեմ, որովհետեւ այդ իմ հումորի տեսակն է։ Ընդունեք ինձ այնպեսին, ինչպեսին որ կամ։ Պլանավորել եք որտեղ եք անցկացնելու ամանոր այս տարի։ Այս տարի ինչպես միշտ 31-ի գիշերը լուսաբացը դիմավորում եմ աշխատանքով, հետո ամսի 1-ից գյուղը, պապայի, հորաքրոջս ու տենց իմ ամենասիրելի վայրում, իմ ծննդավայրում։ Իսկ ում եք ամենաառաջինը շնորհավորելու ամանոր։ Այդ պահին, որ աշխատանքի վայրում ով դիմացս եղա։ Հիմնականում ես վերջին մի քանի տարին շնորհավորում եմ Սանիկիս Վահանին Թովմասյան։ Չկա առանձնահատուկ մեկը, ում հատուկ Հիմնականում այդ զանգերն առաջին զանգերը, որ պետքա զանգեմ միշտ պապայից, հորաքրոջս, որտեվ տանը չեմ, պետքա զանգեմ առաջինը պապային, հորաքրոջս, հետո աղբերներիս, ինձ ընտանիքիս անդամներին, հետո արդեն գալիս են ընկերական մեր խումբ ունենք տարբեր տենց խմբեր կան ընկերական Facebook-ում, տարբեր սոցցանցերում, տենց խմբում երշնորհավորենք, վայ լավ բաներ մաղթենք բան ու տենց առավոտյան նորից ամեն մեկս պատամում ու մեր գործին։ Եթե ձմեռ պապիկը մի ցանկություն կատարեր, ինչ կխնդրեիք անձամբ ձեզ համար։ Անձամբ ինձ համար չէ, տենց եսասիրություն չթվա, որ մենակ իմ համար եմ ցանկանում, ինչպես ամեն տարի այս տարի էլ նույնպես ձմեռ պապիկից ու բարի փերիներից ես կխնդրեի որպեսզի լինի խաղաղ, որովհետև երբ որ լինում է խաղաղ, դու կարողանում ես արդեն խաղաղությամբ ստեղծագործես, երբ որ լինում է լարված, քո մոտ էլ ոչ մի բան չի ստացվում, թե կյանքում, թե ընդհանրապես։ Դրա համար ամենակարևորը, որ ես ուզում եմ ու ես համոզված եմ ինձ այդ համաձայնեն շատ-շատերը, դա խաղաղությունն է։ Լինի խաղաղություն, չնայած որ ապրում ենք մի հատ այն ժամանակահատվածում, որ ամեն ինչ ամեն վարքյան կարա եւ լինի, թող Աստված օրհնի մեզ ու լինի խաղաղություն ու կարողանանք ամեն մեկս մեր գործով փորձենք օգտակար լինենք հայրենիքին ու հանրապետությանը։ Դուք միջև որ տարիքն եք հավատում ձմեռ պապիկի գոյությանը։ Միջև հիմա։ Բան չի փոխվել։ Փոխվել է, տես մեկու մեջ փոխվել է, բայց ասում եմ այդ երազանքը երեխաների մեջ չկոտրենք, որովհետև այսօր մենք դրա մասին ենք խոսում, այ մի բան եմ ուզում։ Երբ որ շատ կուզեմ, օրինակ, լինի ընդհանրապես մեր հանրապետությունում, հրապարակում, լինի մի հատ լավ ձմեռ պապիկ, մի հատ սիրուն ձունանուշ եւ մի հատ ինչ-որ վայր լինի, որտեղ ձմեռ պապիկը եւ ձունանուշը նստած են եւ երեխաները մոտենան եւ այդ երազանքը չփլուզվի, որովհետեւ երբ որ գնում ես հրապարակ ու տեսնում ես տարբեր տեսակի ձմեռ պապիկներ ու sense ձունանուշներ ավտոյի մեջ տենց բան մուրուքը դնող ձմեռ պապերի ձուրանոշը մի տեսակ այդ երեխաների հեքիաթը կոտրվում է։ Երեք նկարահանման էի հրապարակում ձմեռ պապիներ էին շատ կանգնած, չգիտեմ, ձմեռ պապի անվանես, թե ուղղակի AliExpress-ից պատվիրած ինչ-որ բաներ, նկարահանման էի ու այդ պահին երեխաներն ավելի շատ նկարահանվեցին ինձ հետ, նկարվեցին ինձ հետ, քան ձմեռ պապիների հետ, որովհետև երեխաները ավելի շատ այդ պահին հավատում էին ինձ, իրանց պատկերացած հերոսին, քան այդ պահին նայում էին այդ ձմեռ պապին, որովհետև ոչ ոք ձմեռ պապի նման չէր։ Այս հարցը կուզեի, որ լիներ ընդհանրապես մի հատ ձմեռ պապ, մի հատ ձունանուշ, ոնց են պոստում փոխում, ժամ մեկ որպեսզի ամբողջ օրը բան չունեն, բայց լինի այդ մեկ օր երեխաների մոտ այդ երազանքը չկոտրվի հանգարց։ Ոնց որ իմ մոտ։ Ինչու՞ որ երազում։ Ձեր ամենահիշվող նվերը ո՞րն է ձմեռ պապիկից եղել։ Ոյ քորա։ Չեմ հիշում տենց, գիտեք ինչ, ինձ երբեք չեն նվիրել ինչ-որ բան, միշտ ես եմ նվիրել։ Երևի թե ամենալավ նվերը, որ եղել է ու այդ են ամենալավ նվերները, այդ են
մեր ժամանակվա դե հիմա նվերների ձևն էլ է փոխվել մի տեսակ, չէ։ Մեր կուլոկներն էր։ Այն կուլոկները տանը որ պատրաստում էին, այդ կուլոկներն էր երևի ամենատպավորոց, որտեղ ամեն երեկո սպասում էր, չնայած կարող հիմա երեխաների մոտ իրանք ժամանակներն է փոխվել, նվերին ուրիշ ձև են սպասում, բայց այն կուլոկեր մի հատիկ մանդարին են պոպոկը ոնտես մի քիչ, երևի թե ամենատպավորվածը դա։ Վերջին տարիներին հիմնականում նվեր տվողը ես եմ, տենց շատ նվերներ չեմ ստանում, ցավոք։ Հիմա մի քանի կարճ բլից հարցեր։ Ամանորին ավելի շատ ուտում եք, թե ավելի շատ խմում։ Ավելի շատ ուտում եմ։ Եթե ձեր կյանքը լիներ ամանորյա ֆիլմ, ինչպես կկոչվեր։ Տանը միայնակ։ Որ ամանորյա ուտեստից երբեք չեք հրաժարվում։ Այդ բլինչիկն է ու խոզի բուդը, որը շատ եմ սիրում, թե բլինչիկը, թե խոզի բուդը, երկուսն էլ մայոնեզով։ Իսկ խոզի բուտ, թե տոլմա։ Հորքուրից պատրաստած տոլման թփով։ Ինչը կարող է իսկապես ծիծաղեցնել ամանորի գիշերը ձեզ։ Այդ պահին ինչ շրջապատող մարդիկ, որովհետև երբ որ ամսի մեկին գնում եմ տուն, գյուղ ու հավաքվում են գյուղիս իմ ընկերները, ու այդ շատ ուրախ է անցնում, որովհետև լիքը բաներ ենք հիշում, լիքը բաներ հարևանիս տղան Ալեքսանը, ինքը աշխարհի իմ համար աշխարհի ամենապոզիտիվ մարդն է, ու այն ավելի շատ պապայի հետ անցկացնում են իրանք ու լիքը բաներ որ պատմում են պապայից ին բացակայության ընթացքում ինչեր են ոցանը իրոք դրանք ինձ համար շատ ծիծաղալի են ու ժամանակ առ ժամանակ ես փորձում եմ դրանք իմ ներկայացման մեջ օգտագործեմ այդ մթնոլորտն է այդ ամանորյա այդ մթնոլորտը որ ամսի 1-ի երեկոյան ընկերներս բոլորը գիտեն որ ես արդեն գյուղն եմ տանն եմ ու գալիս են ու երեկոյան այդ սկսում է այդ իրոք այդ տոնն է սկսում այդ որ sense բոլորը մեր տանն են ուտում ենք խմում ենք, էլի ենք ուտում, էլի ենք խմում, էլի ենք ուտում, էլի ենք խմում, սենց լիքը լավ բաներ ենք իրար ցանկանում ու այդ ամենալավն է, ըստիս։ Ռաֆայել, եւ վերջում մեդիա հաբի հետևորդները եւ ամբողջ մեր հայազգին ինչ կմաղթեք։ Ես մաղթում եմ իրոք մեզ բոլորիս, մեդիա հաբի հետևորդներին, մեր հայերին, կապ չունի հանրապետության ներսում ապրող, թե հանրապետությունից դուրս Մաղթում եմ բոլորին առողջություն, լավ եղեք, առողջ եղեք, շատ սիրեք իրար, շատ շփվեք իրար հետ, շատ անցկացրեք մեկը մյուսի հետ ժամանակ։ Այս կյանքը մեզ տրված է մի անգամ ու մենք բոլորս պիտի վայելենք այս կյանքը։ Պոզիտիվ եղեք, դրական եղեք, չար մարդկանց աշխատեք ձեր կյանք մի թողեք ու ունեցեք նպատակ եւ գնացեք ձեր նպատակի հետևից ու հավատացեք անպայման իրականություն կդառնա, որովհետեւ ձմեռ պապին կա։ Շնորհակալ եմ, ուրախ տարի ձեզ։ Ես եմ շնորհակալ, լավ եղեք, ուրախ տարի բոլորիս։